Բարի օր, այսօր առաջարկում միասին պատրաստենք պաստա, տավարի մսով և սնկի սոուսով։ Կերակուրը պատրաստելու համար մեզ հարկավոր է պաստա, տավարի փափկամիս, սունկ ագարիկոն, սերուցքային պանիր, կաթի, սերուցք, սպիտակ, գինի, արդ, ֆուտ, համի արվեստ և ընտրյալ հատիկ համի գաղտնիք, դե իհարկե մառանիկ։ Սրանք են հիմնական բաղադրիչները։ Սկսելու ենք սոխառացից։ Տեղադրում ենք տախտակը։ Մինչ կտրատում ենք սոխը, կարելի է տապակի մեջ բուսայով տաքացնել։ Կվերցնեմ մեկ մեծ գլուխ սող և կկտրատեմ այն փետրաձև։ Սոխը անմիջապես կհամեմեմ մառանիկ ընկերության շաքարավազով, աղով և սոդայով։ Մյուս բաղադրիչը գազարն է, կվերցնենք մեկ փոքր գազար, կարող եք միջին է վերցնել, նախասիրության հարց է և կտրատում ենք մանր խորանարդիկների։ Մյուս բաղադրիչը պղպեղն եմ, քաղցր և կծու, սկսենք քաղցրից, շատ մանր չենք կտրատում, այսպիսի կտորների։ Իսկ կծու պղպեղը կկտրատեմ օղակների։ Սոուսի մեջ կառաջարկեմ օգտագործել նաև նեխուրի ցողուն։ Մեկ ցողուն կկտրատեմ շրակի։ Բացի գլուխ սոխից կառաջարկեմ նաև սոխ սավզի։ Կտրում ենք մեջտեղից, նայում ենք, ավազ չկա, հարկավոր չի լվանալ և կտրատում ենք կիսաօղակների։
Եկավ պահը սոուսի գլխավոր բաղադրիչի։ Դա սունկ ագարիկոնն է։ Վերցրել եմ կես կիլոգրամ։ Կտրում ենք ամեն սունկը։ Եթե փոքր է 4 մասի, եթե մեծ է մոտ 6 մասի։ Ասենք ոտիկը առանձնացնում ենք, գլխիկը կտրում ենք 4 մասի և ոտիկն էլ մեջտեղից այսպես։ Մինչ սունկը տապակվում է, պաստայի համար ջուր եռացնենք։ Կարծում 1.5 լիտր բավական է։ Անմիջապես համեմենք մառանիկ ընկերության աղով, ծածկենք, թող եռա։ Սունկը կհամեմենք մշկընկույզով։ Կհամեմեմ նաև սխտորով 2 պճեղ, այսպես դանակի շեղբիտակ ճզմում ենք և մանր կտրատում, ճզմում ենք, որ բույրը բացվի։ Եռացող ջրին կավելացնեմ մի քանի կաթիլ ձիթայուղ և կլցնեմ պաստան, եփվելու վերցրել եմ ժապավենաձև պաստա 250 գրամ։ Այնպես ենք անում, որ պաստաները սուզվեն ջրի մեջ և թող եփվեն։ Հենց սունկը սկսեց կարմրել, ավելացնում ենք մառանիկ ընկերության հնդկածավալի ալյուր։ Դա անում ենք նրա համար, որ սոուսը թանձրանա։ 1 ճաշի գթալ։ Ավելացնում ենք 75 մլի սպիտակ գինի, կիսաանապակ, կավելացնեմ նաև
400 մլ տավարի արգանակ, թող եփվի։ Իսկ մենք սկսենք մշակել միսը։ Նախ մսի համար պատրաստենք համեմունք։ Քերում ենք մոտ 2 սանտիմետր կոճապղպեղ, կլպենք և քերենք։ Կքերեմ նաև 2 պճեղ սխտոր միջին չափի։ Լցնում ենք սա թասի մեջ։ Ավելացնում ենք 1 թեյ գթալ մեղր, 1 ճաշի գթալ սոյա սոուս, 1 ճաշի գթալ Վուստերշիրյան սոուս, Art Food ընկերության համար 6 կետչուպ, որը պատրաստված է տեղական լոլիկից, կոչվում է մեքսիկական։ 1 ճաշի գթալ։ Մառանիկ ընկերության չորացրած ուրց, ջեռոցը հարկավոր է նախապես միացնել գրիլ եղանակով։ 200 աստիճան։ Միացիր ջեռոցը։ Այժմ մշակենք տավարի փափկամիսը։ Վերցրել եմ 500 գրամ այսպիսի գեղեցիկ միս։ Վրան կտրվածքներ ենք անում։ Սա անում եմ, որ համեմունքը ներխուժի մսի մեջ։ Անում ենք 2 կողմից։ Նախ կհամեմեմ մառանիկ ընկերության ծովի աղով և 4 պղպեղով։ Նույն բանը անում ենք հակառակ կողմից։
Բարձրացնում ենք ջեռոցի տապակը, յուղում ենք մի քանի կաթիլ բուսայուղով, մսակտորին կսում ենք պատրաստած սոուսից, դնում ենք տապակի մեջ և կսում ենք հակառակ կողմից, նաև մսակտոր ուղարկում ենք ջեռոց, կարմրելու։ Ընթացքում կարելի է այս սոուս մարինադից կրկին վրան քսել։ Վերադառնանք սնկով սոուսին։ Ավելացնում ենք կես բաժակ թթվասեր, սերուցքային պանիր 100 գրամ, ավելացնում ենք նաև կաթի սերուցք 100 մլ. Հենց սոուսը երբ վերականգնվեց, կեփենք ևս 7 րոպե, թող մի փոքր թանձրանա։ Փրկենք պաստան, պաստան կմատուցենք սնկի սոուսով և մսակտորով։ Կարելի է զարդարել թարմ կանաչու տերևներով։ Տավարի մսով և սնկի սոուսով պաստա։ Բուսայուղով սոխեռած անել անմիջապես համեմել շաքարավազով, աղով և սոդայով։ Սոխեռածին մանր կտրատած գազար, ոչ մանր կտրատած քաղցր պղպեղ, հալապենո կծու պղպեղ, նեխուրի ցողուն, սաբզի սոխ, ագարիկոն սունկ ավելացնել, համեմել քերած մշկնկույզով և մանրացրած սխտորով։ Հենց սունկը սկսի կարմրել, հնդկածավարի ալյուր ավելացնել, սպիտակ կիսաանապակ գինի, տավարի արգանակ լցնել, եփել 5 րոպեից թթվասեր, սերուցքային պանիր, կաթի սերուցք ավելացնել, եփել 7 րոպե։ Կաթսայի մեջ 1.5 լիտր ջուր եռացնել, աղ անել, մի քանի կաթիլ զիթայուղ ավելացնել, ժապավենաձև պաստա եփել, ջրքամել։ Միսը համեմելու համար կոճապղպեղի քերած արմատ, սխտոր, մեղր, սոյայի սոուս, վուստերշիրյան սոուս, կետչուպ, չորացրած ուրթ խառնել։ Տավարի փափկամսի վրա երկու կողմից կտրվածքներ անել, համեմել աղով և 4 պղպեղ համեմունքով, մսակտորին սոուս քսել, այդ կողմով դնել յուղած տապակի մեջ, վրայից էլ սոուս քսել, 200 աստիճան տաք ջեռոցում գրիլ եղանակով խորովել, մինչև կարմրի, մատուցել պաստայի և սնկով սոուսի հետ։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք ձուկ, բանջարեղեն, սպիտակ գինի, արթվուտ, համի արվեստ և ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, իհարկե մառանիկ։ Այսօր էլ այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։